Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք մայրենիի դասապատրաստման աշխատանքները։ Մենք արդեն անցնելու ենք նոր թեմա, թեմայի վերնագիրն է «Ինչպես ենք մենք ինքնարտահայտվում», այսինքն ինչպես ենք կարողանում մարդկանց ներկայանալ մենք։ Տեսեք երեխաներ, բազմաթիվ նկարներ կան, որոնք այն դասերից են վերցված, որոնք մենք անցնելու ենք այս թեման ուսումնասիրելու ժամանակ։ Տեսեք, մեկը նկարչության միջոցով է ինքն իրեն դրսևորում, մյուսը շատ լավ կարդալու միջոցով, մյուսը բարի միջոցով, ինչպես նաև մենք կհասկանանք մարդկային և կենդանական փոխհարաբերությունները, ծնող և երեխա փոխհարաբերությունները, ինչպես են մարդիկ միմյանց հետ հարաբերվել և ինչպես են հասել մինչև մեր օրերը։ Այսօրվա դասը, որ մենք սովորելու ենք, կոչվում է «Ես» դասը։ Մինչ դասին անդրադառնալը, տեսնենք, թե գրքի հեղինակը ինչ է ասում մեզ, ինչ ենք մենք սովորելու այս դասը ուսումնասիրելու ընթացքում։ Այս դասին դու կսովորես վանկի երգը։ Հիշում ենք, որ այն հնչյունը կամ հնչյունախումբը, որը արտասանվում է միանգամից մեկ շնչով, կոչվում է վանք, ինչպես նաև, որ վանկը առանց ձայնավորի հնարավոր չէ, որ լինի։ Մեկ վանկը մեկ ձայնավոր ունի։ Հաջորդը կիմանանք, թե ինչու են ստեղծվել բառերը։ Այստեղ կարելի է երեխաներին հարցնել, ինչի համար են բառերը, մի փոքր երեխաները երկխոսության մեջ կմտնեն կամ հարց ու պատասխանով ուսուցչի հետ միասին կկազմեն զրույցի թեմա և նոր կանցնենք առաջ։ Մնջախաղով կներկայացնեն նախադասություններ, Մաուգլին կսովորեցնեն բառեր։ Սրանք աստիճանաբար մի շաբաթվա ընթացքում ենք մենք անելու, իսկ այսօր մենք ընթերցելու ենք «Ես» դասը։ Հեղինակը ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանն է։ Նայում ենք նկարին և առաջարկում ենք երեխաներին կանխագուշակումներ կատարել, ինչի մասին հնարավոր է, որ լինի մեր դասը, և փորձում են երեխաները այն ամենը, ինչ որ տեսնում են նկարում, պատմեն։ Հեռվից երևում են լեռները։ Հրաբուխը ժայթքել է, ծուխ է բարձրանում։ Տեսեք, մամոնտ կա երեխաներ։ Որ ժամանակներն է, ներկայիս ժամանակներն է պատկերված նկարում, երեխաները նկատում են, որ ոչ, մարդիկ արտառոց տեսք ունեն, նրանք նման չեն այսօրվա մարդկանց, այսինքն հին ժամանակների մասին է, որ երբ մարդիկ դեռևս հագուստ չէին կրում, տղամարդիկ չէին սափրվում, երեխաները մերկ էին ման գալիս, մարդիկ ապրում էին քարանձավներում, կերակուր պատրաստում էին օջախի վրա և որսի մսից կերակուր էին պատրաստում, միսը եփում էին և ուտում։ Տեսեք, ոսկորները շպրտված են 4 կողմը, մարդիկ դեռևս քաղաքակիրթ չեն, դեռևս շատ հին ժամանակներն են։ Ինչու՞ չէ նաև նկատում են գործիքները, որոնք ինքնաշեն են, փայտից և քարից պատրաստված գործիքներ են, որոնցով տղամարդիկ որսի էին գնում, իսկ կանայք զբաղվում էին քարանձավի գործերով։ Քարանձավի պատերին տեսնում ենք ածուխով պատկերված նկարներ, սրանք որսի պատկերներն էին։ Այս ամենը նկարագրելուց հետո երեխաներին ասում են, որ սա եղել է վաղուց, շատ վաղուց, դեռևս հին ժամանակներում։ Այժմ կարդանք և վերլուծենք, իհարկե կարդում են երեխաները։ Վաղուց, շատ վաղուց աշխարհում մի բառ կար՝ ես։ Եթե մեկնումեկն ուզում էր ասել բարև ես է, պարզապես ասում էր ես։ Եթե ուզում էր ասել ինձ մի նարինջ տուր կամ ինչ գեղեցիկ ծառ է, ծիտիկը ծլվելում է, դարձյալ միայն մի բառ էր ասում՝ ես։ Այստեղ երեխաներին հարցնում ենք. Ինչ կարծիքի եք երեխաներ, հետաքրքիր էր մարդկանց կյանքը, երբ նրանք միմյանց հետ փոխհարաբերվում էին այդ միակ բառով՝ ես։ Լսում ենք երեխաների կարծիքները և շարունակում ենք դասը։ Դա միակ բառն էր աշխարհում։ Մարդկանց մի մասը պարզապես գոռում էր այդ բառը, մյուսները շշուկով էին ասում, մի քանիսը լացով, ոմանք էլ ծիծաղելով, չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր։ Տեսեք երեխաներ, գոռալիս ասում էին ես, բարկանում էր ինչ-որ մեկ, ուրիշ բառ չկար, որ ինքը իր բարկությունը հայտներ, ինքը գոռալով ասում էր ես։
Մյուսը շշուկով, միգուցե մայրը իր երեխային օր երգելիս պիտի ես ասեր միայն։ Մյուսը մի քանիսը լացով էին ասում, այսինքն իրենց տխրությունը հայտնում էին, բայց էլի այդ մի բառով ես, մյուսներն էլ ծիծաղելով։ Չէ որ այդ մի բառը կար, այլևս ոչ մի բառ չկար։ Մի օր էլ մարդկանց գլուխ սկսեց ցավել անընդհատ ես ասելուց, լսելուց։ Գլխացավից ու ցանցրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հորինել։ Այսօր մենք հանձնարարելու ենք այս մի հատվածը, բայց որպեսզի դասի տպավորությունը ամբողջական լինի, ամբողջությամբ կկաշտանք, կվերլուծենք։ Որն էր միակ բառը, երեխաները ասում են, վաղուց շատ վաղուց մարդիկ ունեին միայն մեկ բառ, այդ բառն էր ես։ Ինչպես էին մարդիկ իրար հետ խոսում։ Ցանկացած մեկը մյուսի հետ խոսելու համար այդ մի բառն էր օգտագործում, միայն ես։ Ինչու որոշեցին նոր բառ ստեղծել։ Մարդկանց գլուխը սկսեց ցավել անընդհատ ես ասելուց եւ լսելուց, ցանցրացան մարդիկ եւ որոշեցին մի նոր բառ հորինել։ Քո կարծիքով ինչ նոր բառ կհորինեն։ Այստեղ կարելի է լսել երեխաների կարծիքները, բազմաթիվ բառեր կարող են ասել երեխաները, իսկ եթե որոշները որոշել են մի փոքր ավելի շուտ կաշտալ դասը, ապա անմիջապես կասեն, որ մարդիկ կհորինեն մյուս բառը դու։ Վերջապես մի մարդ, որի գլուխն ամենից շատ էր ցավում ես ասելուց, գտավ այդ նոր բառը։ Կես գիշերին արթնանալով նա ինչքան ուժ ուներ գոռաց. դու։ Հաջորդ առավոտ աշխարհում մի նոր բառ կար՝ դու։ Եվ եթե կան եսն ու դուն, ինչու չլինեն իմն ու քոն։ Եթե կա ոչը, ինչու չլինի այոն։ Եթե կա տաքը, ինչու չլինեն սառը, կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն, թացն ու չորը, սխալն ու ճիշտը, լույսն ու խավարը, սևն ու սպիտակը։ Տեսնում եք, հականիշ զույգեր են երեխաներ այս բոլոր բառերը, տեսեք, տաք, սառը, կոշտ, փափուկ, չոր, մոտիկ, հեռու, թաց, չոր, սխալ, ճիշտ, լույս, խավար, սև, սպիտակ։ Այս բոլոր բառազույգերը հականիշ բառազույգեր են։ Այսպես մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել եւ մտածել, թե ինչ բան է այս աշխարհը, եւ մինչեւ հիմա էլ փնտրում են այդ հարցի պատասխանը։ Կարելի է այստեղ ռետորական հարց տալ. ինչ բան է աշխարհը։ Երեխաներից ոմանք կասեն աշխարհը մեզ շրջապատող բնությունն է, ոմանք կասեն աշխարհը ընտանիքն է, մեկն էլ կասի աշխարհն իմ մայրիկն է։ Ցանկալի է, որ երեխաներին հնարավորինս շատ խոսեցնել։ Կարելի է խաղալ հրեգունդ խաղը, երեխաներին գնդակը նետելով ասում ենք որևէ բառ, հատկանիշ ցույց տվող, հատկապես ածական կարող ենք ասել, իհարկե իրենք դեռ ածական անունը չգիտեն եւ ասում ենք ասա դրա հակառակը։ Սկզբում կանենք, որպեսզի հեշտ լինի դասից օգտվելով, այսինքն դասի բառերը կասենք, իսկ հետո արդեն կարելի է բառերի ցանկը շատացնել։ Նորից հարցերով դասը վերլուծելուց հետո կանցնենք առաջադրանքներին։ Ինչ բառեր հորինեցին մարդիկ։ Մարդիկ հորինեցին դու բառը, իմը, քոնը եւ շարունակաբար մնացած բոլոր բառերը։ Ինչու են նոր բառեր հորինում, որովհետեւ ամեն անգամ նոր բառ հորինելով ավելի հետաքրքիր էր ստացվում մարդկանց խոսակցությունը եւ ավելի դիպուկ էր ստացվում։ Ինչ ես կարծում, մարդիկ արդեն բոլոր բառերը հորինել են։ Կարծիքդ հիմնավորիր։ Մարդիկ իհարկե շատ բառեր են հորինել, բայց բառերը շարունակում են ծնվել ու հորինվել, նոր բառեր են հորինվում եւ ինչքան շատանում են այդ բառերը, այնքան ավելի հետաքրքիր է դառնում մարդկանց խոսքը, ավելի դիպուկ, ավելի սրամիտ, ավելի գեղեցիկ։ Այստեղ մենք երեխաներին սովորեցնում ենք աչքի առաջ պատուհանիկի, այսինքն պարդատիր բառացանկի բառեր։ Մարդիկ երեխաներին բացատրում ենք, որ մարդ բառի հոգնագին է, այլակերպ է։ Մարդ բառի հոգնագին կազմելու համար մեկ մարդուն ասում ենք մարդ, շատ մարդկանց չենք ասում մարդեր, ասում ենք մարդիկ։ Դարձյալ նշանակում է նորից, կրկին, վերստին։ Անընդհատ նշանակում է առանց ընդհատելու, հատել նշանակում է կտրել, առանց ընդմիջելու, առանց կտրելու, անընդմեջ։
Եվ աշխարհ բառը երեխաները առաջի դասարանից սովորել էին աշխարհ, ճանապարհ բառերը, նորից կրկնում են, որ ռ-ից հետո չլսվող հ գրվում է աշխարհ։ Տեսեք, չի լսվում հ, բայց գրվում է։ Հետո անդրադառնում ենք տետրի առաջադրանքներին։ Առաջադրանք 1. Կարտա, գրիր եւ սովորիր աչքի առաջ պատուհանիկի բառերը՝ մարտիկ, դարձյալ, անընդհատ, աշխարհ, որպեսզի սրանք դառնան երեխաների պարտադիր բառապաշարի մասնիկները կամ պարտադիր բառացանկի կամ նրանց բառապաշարի հիմնական բառերը, կարելի է այս բառերով կազմել բառակապակցություններ եւ նախադասություններ։ Հետո կատարում ենք առաջադրանք 2-ը։ Ուշադիր դիտիր նկարները, գրիր այն առարկաների անվանումները, որոնք քո կարծիքով վերջերս են ստեղծվել։ Նայում ենք, սա տիեզերանավ է կամ հրթիռ, սա հաստատ վերջերս է ստեղծվել։ Հիշում ենք երեխաներ Յուրի Գագարինը առաջին մարդն էր, ով տիեզերք բարձրացավ տիեզերանավով։ Դա նախորդ դարում էր 1969 թվականին։ Հաջորդը համակարգիչ։ Համակարգչի էկրանն է, ստեղնաշարը եւ մկնիկը, կարելի է նաեւ կապել մեր մյուս առարկաների հետ եւ սովորեցնել համակարգչի բաղադրիչները։ Օդանավ, ինքնաթիռ, սավառնակ, տեսեք այս մի բառը քանի հոմանիշ ունի՝ օդանավ, ինքնաթիռ, սավառնակ։ Սա եղան է։ Եղանը իհարկե երեխաները կասեն, որ վաղուց պատրաստված գործիք է, շատ հին ժամանակներով եղանով մարդիկ խոտն են վերցրել եւ կույտ արել ու դրել իրար վրա, դիզել։ Սա անիվ է, ակ, տեսեք նույնիսկ փայտից է պատրաստված։ Սա հեռախոս է, իսկ սա մոմ։ Հիմա թվենք այն առարկաները, որոնք վերջերս են ստեղծվել՝ հրթիռ կամ տիեզերանավ, համակարգիչ, օդանավ կամ սավառնակ կամ ինքնաթիռ եւ հեռախոս, իսկ եղանը, անիվը եւ մոմը ստեղծվել են հին ժամանակներում։ Կարելի է նույնպես կազմել բառակապակցություններ եւ նախադասություններ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։